Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր տաղավարում զրուցել եմ Ապրի կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոյանի հետ։ Ողջունում եմ Սերգեյ, շնորհակալություն քո ժամանակի համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Սերգեյ, վաղ առավոտից զարգացումները ուղղակի ցնցեցին Իրանի շուրջ իրավիճակը, Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել, թիրախավորելով միջուկային օբյեկտներին, ենթակառուցվածքներին, եւ որ ամենակարևորն է, զոհվել են Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, չթվեմ, շատ թոփ գեներալների մասին է խոսքը եւ իսկապես դա ցնցող տեղեկություններ էին։ Ինչ է կատարվում, ինչ է գործ ունենք եւ սա ինչ է նշանակում։ Շատ լայն ու դժվար հարցեր է։ Ես անդրադառնամ ամենասկզբին Նետանյահուի ելույթին, որտեղ ինքը նաեւ ակնարկել էր հիմնական նպատակները եւ իրանք հետեւյալն են. առաջինը ոչնչացնել միջուկային ենթակառուցվածքը կամ վնաս տալ միջուկային ծրագրին, երկրորդը հարվածել հրթիռային ծրագրին, որը ի դեպ Միացյալ Նահանգներ Իրան բանակցություններից դուրս են, սա ռազմական կոմպոնենտ է։ Քաղաքական կոմպոնենտը այնտեղ կար ակնարկ, որ այդ ռեժիմը չպիտի տեղ ունենա փաստացի, նկատելով, որ գլխատելով եւ այլն, նպատակ է դրված բացի նրանից, որ թույլատրել պետական ենթակառուցվածքը, որպեսզի չկարողանան որոշում ընդունեն եւ իրականացնեն այդ որոշումները, այլ նաեւ որպեսզի հնարավոր ներքին զարգացումներ տեղի ունենան։ Բայց եթե ավելի լայն, ինչն էր հիմնական տրիգերը, մենք գիտենք, որ ինչու այսօր տեղի ունեցավ։ Քանչե արդեն բոլորը գիտեն, Տրամպի 60 օր անցավ, 48 ժամ հետո պիտի հանդիպեին իրանցիք եւ ամերիկացիք։ Կիրակի օրը, այո, այսօր ոչ աշխատանքային օրեր Իրանում եւ բոլորը գտնվում էին տներում եւ այլն։ Շատ հարմար պահ են գտել եւ այս մեծ կոնտեքստում հիմնական նպատակը թույլ չտալ, որպեսզի բանակցությունները շարունակվեն, որտեղ դա ակնհայտ էր, որ Իրանը արդեն բանակցություններից դուրս կգա։ Որտեղ դա մեզ կարող է տանել, ինչ է դա նշանակում։ Կա շատ սցենարներ, երկու հիմնականները։ Ուրեմն առաջինը, Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել Իսրայելին ինքնապաշտպանության կոնտեքստում, որտեղ բոլորը սպասում են Իրանի պատասխանին, որտեղ այս 100 դրոնը պատասխան չէին, բոլորը հասկանում են։ Եվ ունենալով ավելի լավ դիրքեր, այս հարվածներից հետո արդեն ճնշում են Իրանին, որպեսզի ինչ-որ պայմանագիր ստորագրեն։ Սա sense մոդեռն մոտեցումն է։ Ռադիկալ մոտեցումը Միացյալ Նահանգները գլխավորում են արդեն այս հարձակումը, ուղղակի աջակցում են Իսրայելին ոչ միայն պաշտպանողական, այլ հարձակողական գործողություններում, որպեսզի Իրանը որպես պետություն էլ չկարողանա տիրապետի բոլոր process-ները ներսում, տրիգեր անեն անջատողական շարժումներ եւ այլն եւ այլն։ Սա ամենառադիկալ սցենարներից մեկն է եւ արդեն որևէ մեկը չի խոսելու ինչ որ միջուկային պայմանագրի մասին։ Երկու հատ պոլար մոտեցումներ են։ Երևի թե իրավիճակը հա ցույց կտա թե որը իրականն այսինքն երկու սցենարներն նրանք նախատեսում։ Այո, այդ առնվազն Իսրայելում հիմա ակտիվ քննարկում են, որտեղ իրանք շահագրգռված են Միացյալ Նահանգներին ներքաշեն, բայց այդ ներքաշումը կախված է ընդամենը մեկ ֆակտորից, թե ինչպիսի արձագանք տեղի կունենա Իրանից։ Եթե այդ արձագանքը լինի սիմետրիկ, նկատի ունեմ թիրախավորեն ռազմական ենթակառուցվածքը Իսրայելում, միջուկային ենթակառուցվածքը, որոշում կայացնող կենտրոնները կամ որոշում կայացնող անձերին, դա սիմետրիկ պատասխան կլինի։ Եթե դա լինի ասիմետրիկ պատասխան, ավելի լայնածավալ հարձակում։ Այդ դեպքում հավանականություն որ Միացյալ Նահանգները արդեն կաջակցեն Իսրայելին, կա չի։ Սերգեյ, դες կարծես ռազմաքաղաքական կամ ռազմական էլիտայի մի մասը կարծես գլխատված է, այսինքն այս իրավիճակում եւ առանցքային գեներալների մասին է խոսքը, որոնք առանցքային պաշտոններ էին զբաղեցնում նույն Իսրայելին հարվածելու առումով։ Այս պայմաններում Իրանը ունի այդ ներուժը ասիմետրիկ գործողության կամ ունի ներուժ իսկապես շատ սուր հարվածելու ցավեցնելու Իսրայելին։ Իսրայելը որտեղ գրել է նույն մոտեցումը, որը կար Հեզբոլայի եւ Համասի։ Այո, նույն ձեռագիրը կարծես լի։ Այո, բայց կա մի հատ մեծ տարբերություն, գրեթե 2-3 ժամ անց արդեն հայտարարեցին, թե ով է նշանակվելու այդ անձերի տեղը, որոշում կայացնողները։ Ցույց տալով, որ առնվազն համակարգը գործում է, կան դեր կոմպետենտ մարդիկ, որ պատրաստ են ստանձնեն պատասխանատվությունը եւ էֆեկտիվ գործեն։ Ինչքանով դա կաշխատի, դժվար ասել, որովհետեւ նույն բանը Հեզբոլայի մեջ տեղի ունեցել, որ նշանակում են, բայց 2 օր հետո էլի
թիրախավորված էին իրենք։ Բայց հիմա այս հիմնական ինդիկատորը կլինի թե ինչպես եւ ով որոշումներ կկայացնի ի պատասխան նկատ ունեմ։ Բայց հաշվի առնելով, որ Իրանում հայտարարեցին, որ այս օպերացիան կլինի նույն ձևի օպերացիա, ինչպես նախկինում, երրորդը հիշեցնեմ առաջին ապրիլը, երկրորդը հոկտեմբերին եւ երրորդ օպերացիան նշանակում է, որ կա ինչ-որ հետևողականություն իրանց գծի մեջ եւ իրանք փորձեն լինեն այս սիմետրիկ պատասխանի կոնտեքստում։ Ինչքանով դա էֆեկտիվ կլինի, դժվար ասել, որտեղ օրինակ գեներալների մեկին, որին նշանակեցին, ինքը պիտի մի գեներալի պաշտոնի բարձր լիներ։ Իրան արտակարգ վիճակով նոր գեներալի պաշտոն տվեց, հետո նոր տվեցին այդ փաստացի պաշտոնը։ Որպես էքստերնային ինչ-որ տարբերակ իսկություն։ Լավ, Իսրայելի գործողության մասին ինչ է հայտնի, որտեղ շատ բան հայտնի չէ, դու նաև լինելով իսրայելագետ, ինչ են խոսում, սա երկար արդյոք նախապատրաստված գործողություններ, ինչ սպეციფიկ կողմեր կան, որոնք որ մենք չգիտենք։ Նետանյահուի համար սա ամենակարևոր եւ վերջի շանսերից մեկն էր մնալ իշխանության, որովհետև հիմա ներսում քննարկում է տեղ ունենում նոր օրենքը, որը պիտի ընդունեն, որը կախված է զորակոչելու ծրագրի հետ, որը վերաբերվում է կրոնական համայնքին, որը կտրուկ դեմ է նրան։ Եվ այդ կուսակցությունները հայտարարեցին, որ եթե այդ օրենքը ընդունվի, իրան կոալիցիայից դուրս կգան եւ կառավարությունը փաստացի տեղի չունենա, պիտի գնան արտահերթ ընտրություններ եւ այլն։ Եվ Նետանյահուն արդեն ամենայն հավանականությամբ վրան արդեն գործեր են հարուցած քրեական։ Եվ Նետանյահուի համար կարևոր էր, թե ինչպես ինքը պատմության մեջ կմնա։ Այն մարտը, որը թույլ տվեց ամենամեծ ձախողում անվտանգության ոլորտում հոկտեմբեր 7-23 թիվ, թե այն մարտը, որը կարողացավ ամենակարևոր եւ լուրջ անվտանգության խնդիրները լուծի, խոսելով Իրանի մասին։ Ինչը վերաբերվում բուն օպերացիային, այդեպ հասարակության մասին են ինչ-որ Այդ է ուզում հարցնել, իրենք ոնց են հասարակության մասին ես հետևեցի բոլոր քաղաքական ուժերին, թե իրանք ներսում ինչ են գրում եւ քննարկում, այնտեղ հստակ է միասնականությունը, այդտեղ այլ երկրորդ կարծիք չկա այս հարցում, նույնիսկ ավելի լիբերալ ժողովրդավար մոտեցում ունեցող եւ հիմնական օպոնենտները Նետանյահուին ցուցադրեցին իրենց աջակցությունը այդ առումով, որ նախկինում է խոսում ենք, որ սա միակ հարցն է, գրեթե որ Իսրայելի հասարակության մեջ կա կոնսենսուս, այս միակ հիմնական հարցերից է։ Հետևաբար, հաշվառնելով որ Նետանյահուի ռեյտինգները գնալով նվազում էին, այս խնդրի շուրջ ինքը կարողացավ ոչ թե մոնոլիտիզացնի, այլ գոնե կասեցնի այս գնացող եւ արդեն զարգացած բևեռային գործընթացը, որը Իսրայելի հասարակության մեջ արդեն տեղի ունեցել։ Ինչը վերաբերվում բուն ռազմական օպերացիային, ինքը այո շատ նման է ինչ որ Ուկրաինան իրականացրեց Ռուսաստանի տարածքում, որովհետև փաստացի տեղում գտնվում են արդեն պատրաստված կոմանդոս խմբեր, որոնք կարողացան չեզոքացնել ռադարները եւ հոբ համակարգը, որպեսզի կործանիչները կարողանան իսրայելական էֆեկտիվ գործեն եւ ներսից նաեւ իրենց թիրախավորեցին։ Եվ մենք տեսնում ենք, որ ռազմական տեսանկյունից այո կան հաջողություններ եւ Իսրայելը հիմա կփորձի կոնվերտացնի այս կարճաժամկետ հաջողությունը դեպի երկարաժամկետ հաղթանակ, որտեղ սա շատ կարևոր գործընթաց է եւ որ իրենք հայտարարեցին, որ այս օպերացիան կտևի 2 շաբաթ, որտեղ ակնհայտ է, որ ոչնչացնել ռազմական ենթակառուցվածքը 1-2-3 հարձակումների ընթացքում չի ստացվի։ Դա երկարաժամկետ գործընթաց է։ Հետևաբար այո իրանք դա առնվազն կփորձեն շարունակեն անել եւ իրանց հիմնական հաջողությունը հետեւյալն է։ Իրանք կարողացան շարքից հանեն հիմնականում հոբ համակարգը եւ փաստացի դարձնելով Իրանը, երկրորդ Սիրիան կամ Լիբանանը, որտեղ օտում Իսրայելը ինչ կարողանում արդեն անում է։ Սեկի, բայց կործանիչների համար իրենք պետք է երկրների սահմաններ հատեին, օրինակ Իրաքը, այսինքն ստացվում է, որ մինչև այդ Իրանը տեղեկացված չի եղել այդ հարձակումներից, այսինքն մինչև որ գտնվել են, ասենք, կործանիչները Իրաքի տարածքում։ Ամենայն հավանականությամբ իրանք տեղեկացված են, որովհետև նաև այն ինչ որ քննարկում են Իսրայելում, բայց չգիտեմ ինչու տարբեր մամուլներում միջազգային դա չեն քննարկել, որ կան նաև չհաջողված օպերացիաներ Իսրայելի կողմից։ Խոսքը վերաբերվում է Ֆորդոյում գտնվող Ֆորդո միջուկային ենթակառուցվածքը, որը կա, որը Իսրայելը չկարողացավ ոչնչացնել։ Սա մեկ, երկրորդը։ Մեն Նաթանսի վրա էր, հա։ Նաթանսին իրանք երրորդ փորձից կարողացան, որտեղ ամենաառաջի հայտարարությունն էր, որ ոչնչացրել են,
բայց 5 ժամ հետո եկավ նորություն, որ նորից հարվածեցին այդ միջուկային ենթակառուցվածքի, նշանակելով, որ ոչ 100%-ով իրենց պլաններով դա չի ստացվում անել։ Լավ, նորից խոսենք միջուկային ծրագրի մասին։ Այն որն է հիմա միջուկային ծրագրի ապագան, որովհետև գաղտնիք չէ, որ Իրանում շատ հաճախ նաև ռադիկալ մոտեցումներ կային, ասելով, որ մի դրթեք մեզ ստեղծելու միջուկային զենք։ Իհարկե դա իշխանական վերնախավը չէր ասում։ Այ հնարավոր է այս ծանր հարվածները հանգեցնեն այսինքն մտքափոխեն Իրանին, կամ ինչ կարելի ասել հենց ծրագրի ապագայի մասին, արդյոք այսինքն բանակցությունին արդեն վերջ կտրվի։ Գիտեք, ես ուսանողներից միշտ մի հատ օրինակ եմ բերում, թերթերից մի հատ հայտարարություն, որ 2 ամիս անց Իրանը արդեն կստանա միջուկային զենք։ Եվ այդ հայտարարությունը թերթերում տվել էր 1984 թվականին։ Արդեն անցել ավելի քան 40 տարի։ Այո, հիմա այն մոտեցումը ինձ թվում է ավելի կոնսերվատիվ էլիտայի մեջ, որ միակ անվտանգության երաշխիքը դա միջուկային զենք ունենալը արդեն կարող է գերակայի։ Հիմա ասենք ռազմիկայի մեջ են գտնվում, գնալ բանակցել, դե տեսնում են, որ ոչ մի բան չի ստացվում բանակցային ճանապարհով եւ միակ երաշխիքը դա ստեղծել ունենալ միջուկային զենքը։ Նվազել են Իրանի հնարավորությունները եւ ունակությունը անշուշտ, որովհետեւ Իսրայելը նաեւ ցույց տվեց արբանյակներից նկարները ինչ վիճակում է ենթակառուցվածքը, բայց դա էլի բավականի չի Իսրայելի համար որպես երաշխիք, որ ընդհանրապես ոչ մի բան չի լինի, որովհետև օրինակ տարբեր միջուկային ենթակառուցվածքները գտնվում են 90 մետր գետնի խորությամբ եւ 1 2 3 4 10 հարվածներով դա անհնարին է ոչնչացնել, նվազեցնել, թուլացնել, այո, բայց զրոյացնել ոչ։ Դե իմաստ ասես, որ չզրոյացավ։ Չէ, այսօր Իրանի միջուկային ծրագիրը զրոյացված չի։ Բայց կարող է եւ ընդլայնվել, որովհետեւ այո, անշուշտ, եթե Իսրայելը շարունակես 2 շաբաթվա ընթացքում այդ նույն ակտիվ գործողությունները, առավել եւս եթե տեղ ունենա Միացյալ Նահանգների կողմից աջակցումը, այո, արդեն միջուկային ծրագիրը մեծ հարցի տակ կարող է լինել, բայց մի հատ էլ խնդիր կա Իսրայելի համար, ոչ միայն միջուկային ծրագիրը, այլ բալիստիկ հրթիռների ծրագիրը, որ էլի շատ մեծ Նետանյահուին կա երկու հատ էգզիստենցիալ անվտանգության խնդիր՝ միջուկային եւ հրթիռային ծրագիր։ Հետևաբար նույնիսկ ենթակառուցվածքը, որոնք իրանք թիրախավորեն, վերաբերում են բալիստիկ հրթիռներին։ Նույնիսկ եթե Իրանը չունենա միջուկային զենք, որոշ ռազմական հարցերը Իսրայելի դեմ իրենք կարող են բալիստիկ հրթիռներ, վայ, շատ վտանգավոր է։ Գալով ամենակարևոր հարցերից մեկին, ինչ պիտի անի Հայաստանը, ընդհանրապես վտանգը լուրջ է, թե տեսականորեն է։ Անշուշտ վտանգը լուրջ է, որովհետև հենց վերադառնամ այն ինչ որ իսրայելական մամուլներում քննարկում են, այնտեղ արդեն կան կոչումներ, որ Ադրբեջանը պիտի օգտագործի իր պատմական պահը Իրանի դեմ եւ վերադարձնի այսպես կոչված հարավային Ադրբեջանը, պարզը որ Ադրբեջանը այս փուլում դժվար թե այդ քայլին դիմի, իդեպ հիշեցնեմ, որ Ադրբեջանը չդատապարտեց Իսրայելի հարձակումը։ Ի տարբերություն Հայաստանի։ Ի տարբերություն Հայաստանին, Ադրբեջանը կոչեց կողմերին խաղաղության օրակարգի շուրջ վերադառնալ եւ այլն։ Եվ չպիտի մոռանանք, որ վերջի ամսվա ընթացքում Թուրքիան եւ Ադրբեջանը անցկացրել են 5 հատ համատեղ զորավարժություն, որից 3 հատը Նախիջևանում եւ հիմա թուրքական ռազմական ներկայությունը Նախիջևանում ավելի լայն դարձ։ Չէ, հունիսի 30-ը կարծում։ Այո։ Արդյոք դա բացում է հնարավորություններ պատուհան Ադրբեջանի համար, անշուշտ, բայց այստեղ կարևոր ինդիկատորներ կա, թե ինչպես Ադրբեջանը կարող է օգտագործել այս հնարավորությունների պատուհանը, սա կախված է արդյոք իրանական բանակը օպերատիվ կարող է արձագանքել։ Հաշվառնելով, որ թիրախավորված է ենթակառուցվածքը, եթե ստանան ինդիկատորներ, որ իրանական բանակում դժվարությամբ են որոշում ընդունում եւ իրականացնում, սա շատ կարևոր ինդիկատոր կլինի Ադրբեջանի համար։ Բայց այն դեպքում, եթե Իրանից երևա, որ ոչ մի բան չի փոխվել, որոշում կայացնելու եւ իրականացնելու գործընթացում եւ ցամաքային զորքերը մնում են նույն վիճակում եւ որևէ լուրջ փոփոխություն չկա, այո, հարձակվել, բայց Իրանի թե Հայաստանի վրա։ Այսինքն խոսքը գնում է Հայաստանի, այո, ես սկզբից շեշտեցի Իրանի դեմ, բայց անուղակի հարվածը Իրանի դեմ, դա երկրորդ ճակատ որպես այո, երկրորդ ճակատը բացելը, ապա կայունացնել իրավիճակը Իրանի սահմանների շուրջ, որը տրիգեր կանի այն անջատողական շարժումները
ադրբեջանական, քրդական բալուզներ եւ այլն, այն ինչ որ միշտ քննարկում էին իրենք, դա կարող է լուրջ տրիգեր դառնալ։ Այսինքն դա կախված է շատ բան իրավիճակային է։ Այո, եթե լայնածավալ հարձակումը շարունակվի եւ Ադրբեջանը ակտիվանա, անշուշտ այս օրակարգը Իրանի թշնամիները կակտիվացնեն, որովհետեւ այս քննարկումն է կա Իսրայելում, որ նույնիսկ եթե ռեժիմը փոխվի, ինչ որ մի բան տեղ ունենա, որևէ երաշխիք չկա, որ անվտանգության դիլեման կմնա նույն եւ Բեգինի դոկտրինան, որը Իսրայելում մինչև հիմա գործում է, որ Իսրայելը չպիտի թույլ տա, որ որևէ մեկը ունենա միջուկային զենք կամ այլ զենք, որը կարող է ոչնչացնել Իսրայելը, Իսրայելը անվտանգության դիլեման պիտի լուծի։ Եվ միայն երաշխիքը, որպես այդ անվտանգության դիլեման լուծացնի, դա Սիրիայի տարբերակն է։ Երբ որ Իսրայելում քննարկում են ինչպես կարելի է պարակտել Սիրիան տարբեր մասերի, հիմա էս էլ է լավ օրինակ է, մինչև այդ Ասադի Սիրիան, որ ուներ դաշնակից Իրան սպառնալիք էր Իսրայելի համար, հիմա չկա Ասադի Սիրիա եւ դաշնակից Իրան, բայց կա նոր ահաբեկչական Սիրիա դաշնակից Թուրքիա, որը Իսրայելում էլի ընկալվում է որպես սպառնալիք։ Հետևաբար Իսրայելի տեսանկյունից միայն երաշխիք է, երբ որ պարակտված է, բուն այդ կենտրոնը չկա։ Բայց ըստ հավանականությունը որքանով է մեծ կամ ոնց կգնահատեք, որտեղ Իրանը բնականաբար լուրջ պետություն է, այսինքն չէ, անշուշտ չենք համեմատում Իրանը Սիրիայի հետ կամ Իրաքի հետ, խոսքը գնում է այն դեպքում, եթե շարունակվի լայնածավալ այս անդադար հարձակումը։ Մեկ էլ ներողություն Սերգեյ ջան, այսինքն ստացվում է, որ այս համատեքստում քաղաքական ղեկավարության դերն էլ է, չէ, երկրորդային կամ երկրորդվում, այսինքն հիմնականում նախագահ կամ արտգործնախարարի գործոն մեծ է, բայց ավելի շատ երևի թե հիմա ռազմական գործիչներն են առավել առաջ պլան մղվել։ Որովհետև քաղաքական օրակարգը առաջնային էր, երբ որ բանակցային գործընթաց կար, հիմա բանակցային գործընթաց չկա, կա ռազմական գործընթաց։ Հետևաբար ռազմական կառույցի խոսքն է ավելի կարևոր, որովհետև իրանք են նույնիսկ տիրապետելու ներքին իրավիճակը։ Հենց սցենարը, որ ես նշեցի, ինքը ամենաէքստրեմալ ռադիկալներից է, բայց ամենանախընտրելին կարող է լինի Իսրայելի համար։ Բայց ինքը էլի ինչով է դժվար, որ ամեն գործընթացը պիտի լինի կոնտրոլի տակ։ Ու չես կարող թույլ տաս, որ ինչ որ անհասկանալի ուժեր ունենան անսահմանափակ հնարավորություն ինչ որ զենք ունենալ կամ միջուկային զենք, դա ավելի վտանգավոր բան կարա դառնա։ Շնորհակալություն զրույցի։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Ապրի կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։